Հայաստանի արտգործնախարարության սկանդալային պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, դավաճանական է որակում ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Իշխող խմբակը դավաճանական նարատիվների գործարանի ավերածվել, բայց դու ով ես որ փակես Արցախի էջը։ Մեկ Ալիևն է Արցախի էջը փակված համարում, Ադրբեջանն ու Թուրքիան, մեկն էլ Նիկոլ Փաշինյանը, եւ ավելի կայտար, ավելի նվիրված հանձնակատար թուրք-ադրբեջանական շահերին, քան ՔՊ-ն եւ նրա առաջնորդ Նիկոլն են Հայաստանում իրականացնում, դժվար է պատկերացնել։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ արտգործնախարարությունը իրավունք չունեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անունից առևտուր անել Ադրբեջանի հետ, ասում է Լիլիթ Գալստյանը, ընդգծելով, որ Արցախի նախագահի արդեն չեղարկված հրամանագրին մեկ Ալիևն է հղում անում, մեկ էլ Հայաստանի իշխանությունը։ Ուղղակի պիտի քաղաքականապես տագետ լինել դավաճանից անդին, չհասկանալու համար, որ դա մի թուղթ է, որը կորզվել է Արցախի հանրապետությունում ուժի սպառնալիքով եւ կոնկրետ ուժով, ագրեսիա եւ ցեղասպանության պայմաններում։ Նախ այդ թուղթը, որը իբրև թե լուծարման հրամանագիր է, ինքը հակասահմանադրական երևույթ է։ Նախ սկսենք նրանից, որ Արցախի հանրապետության նախագահը այդպիսի ուրեմն հրամանագիր ստորագրելու սահմանադրական լիազորություն չուներ։ Նույնիսկ եթե ստորագրել է, այո, ինքը չի անցել համապատասխան ընթացակարգեր։ Երկրորդ բանը նաև նա չեղարկվել է։ Ermənistanın buna razı Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի Արցախի լուծարման հրամանագրի մասին մեր արտգործնախարարությունը հիշել է Ադրբեջանի նախագահին պատասխանելու համար։ bağlanmasında Գերմանիայի նախագահի հետ ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական բանակցություններում մինչև 2024 թվականի հունվարը գլխավոր խոչընդոտը եղել է խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը հստակեցնելու Հայաստանի փորձը։ Dağlı Qarabağ adlı respublika Ալիևը վառ երևակայություն ունի, եթե կարծում է, թե Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո զբաղվել է Արցախի ճակատագրով, ասում է Լիլիթ Գալստյանը։ Պրահայի իր առաջին դավաճանական հայտարարությունը հրապարակային միջազգային դրանից առաջել էր եղել, արդեն ինքը կանաչ լույս վառեց Արցախը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ ինքը կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև։ Կլանելով Արցախը հիմա Ալիևի թիրախում Հայաստանն է։ Ադրբեջանի նախագահը հազար ու մի պատճառ է գտնելու արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, վստահ է Լիլիթ Գալստյանը։ Իսկ Փաշինյանին էլ օդու ջրի պես է անհրաժեշտ այն։ Դրա համար թե խորհրդարանի ամբիոնից, թե արտգործնախարարության միջոցով փորձում է ամեն կերպ գոհացնել Ալիևին։ Ամենամեծ անբարոյականությունն է, այդ մարդկանց տնավեր անես, տնական անես, հայրենազրկես, հետո էլ ասես Արցախահայության իրավունքների պաշտպանությունը չկա, մեր օրակարգում հարցը փակված է։ Նարատիվներ են գոհացնելու Ադրբեջանին, Ալիևին եւ Էրդողանին, որ չկա, հարցը չկա, վախեցած մարդու, բայց աթոռը պահող ցանկացող, որտեղ ինքը հասկանում է, որ պատմության եւ Ֆեմիդայի դատաստանի առջև կանգնելու են։ Որ Փաշինյանի տակ աթոռն արդեն երերում է, երևում է նաև ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքներից։ Իշխանական եւ վարչական բոլոր ռեսուրսների կիրառման պայմաններում էլ ժողովուրդը մերժում է Փաշինյանի թիմին։ Գյումրին երևի 10-12-րդ համայնքն է, որտեղ ոչ են ասում այն արժեքաբանությանը, որի անունն է նիկոլիզմ, ոչ են ասում այն իրականությանը, այն ցավալի իրականությանը, որը մեզ փորձում է պարտադրել Նիկոլ Փաշինյանը։ Իլհամ Ալիևն էլ պարտադրանքի լեզվով է խոսում Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե Հայաստան իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի երկու նախապայմանները՝ սահմանադրության փոփոխություն եւ սահմանից երրորդ երկրների ուժերի ներկայության բացառում, հայտարարել է Իլհամ Ալիևը, ընդգծել՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։